Դիլիջանում գաղտնիք չի, որ տարվա ընթացքում երևի շատ քիչ օրեր են, ոչ թե ամիսներ են, երբ որ հնարավոր է ազատ հյուրատուն գտնել կամ Ենոքավանում, կամ Գորիսը դարձել է այնպիսի ուղղություն, եւ եթե մենք այդ միջավայրն ենք դիտարկում, այնտեղ հիմնականում ներքին զբոսաշրջության հաշվին է դա տեղի ունենում, եւ ոչ թե ներգնա, ես կարծում եմ, որ մենք սա էլ է մի ուղղություն, որ պետք է առավել մեծ ուշադրության կենտրոնում պահելով իրացնենք այդ պոտենցիալը։ Այո, պարոն Խաչատրյան, շատ ճիշտ է դիտարկում է, այստեղ ես անձամբ գոնե կամ մեր ընտանիքի անդամները այս տարի մի քանի դեպքով առնչվել են հյուրանոցի համար գտնելու խնդրի հետ եւ դա իրողություն է, նախորդ օրն էլ ջերմուկում էինք եւ ես մի քանի անգամ հարցրեցի եւ հավաստիացա, որ իսկապես ամանորին օրերին գոնե հունվարի 3-ի դրությամբ ջերմուկում ազատ հյուրանոցային համարներ չեն եղել եւ այդ զարգացումը շատ էական եւ կարեւոր է, բայց նաեւ ճիշտը պետք է ասենք, որ մարդիկ բարձրացնում են հետեւյալ հարցերը, որ շատ դեպքերում օրինակ գնալ որևէ այլ երկիր, հանգստանալ, վերադառնալ ավելի էժան է, քան Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե, այս դեպքում ես ենթադրում եմ նաև առաջարկ պահանջարկի գործոնը դեր ունի եւ երբ որ հյուրանոցային կարողությունները մեծանան, գուցե նաև շուկան որոշակի կարգավորումներ կբերի եւ սա էլ ուղղությունն է, որի շուրջ մենք քննարկել ենք, որ մտածենք, թե արդյոք ինչ որ բան ունի, որտեղ այդտեղ փաստ չի։ Բայց դա թեմա է, որը մենք պետք է վերլուծենք եւ գուցե որոշակի հետեւությունների հանգենք։